Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը, հայկական պատվիրակությունը Հարլեմում ծանոթացել է անձնագրերի ձևանմուշների արտադրման գործընթացին։ Ավելի վաղ ներկայացվել էին անձնագրի շապիկի էջերի, այդ թվում տվյալների պոլիկարբոնատե էջի եւ վիզա էջերի համադրությունը, երանգների ընտրությունը, էսքիզների ինտեգրումը բոլոր անվտանգային բաղադրիչների հաշվառմամբ։ Կենտրոնական բանկի խորհուրդը հաստատել է Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրակացությունը, ըստ որի 2025-ին Հայաստանում շարունակվել է տնտեսական աճը։ Այն կազմել է 7.2%, որը հիմնականում պայմանավորված է ծառայությունների եւ առևտրի ոլորտների ակտիվությամբ, թեև արտաքին պահանջարկի որոշակի թուլացում է նկատվել։ Գնաճը պահպանվել է նպատակային միջակայքում, միջինը մոտ 3%։ Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել Սյունիքի մաքսային եւ լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագրի մեկնարկն ազդարարող հանդիսավոր արարողությունը։ Այս խոշոր նախաձեռնությամբ Հայաստանի հարավում կձևավորվի նոր տնտեսական եւ լոգիստիկ հանգույց, միտված միջազգային բեռնափոխադրումների եւ մաքսային գործընթացների սպասարկման արդիականացմանը, ինչպես նաեւ ժամանակակից եւ թվայնացված մաքսային միջավայրի ձևավորմանը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 14.4 միլիոն եվրո եւ ֆինանսավորվում է վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի վարկային ու դրամաշնորհային միջոցներով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորմամբ։ Հյուսիս-հարավի Քաջարանագարակ 32 կիլոմետր ճանապարհահատվածի շուրջ 450 մետր երկարությամբ թունելում իրականացվում են ջրահեռացման եւ ջրամեկուսացման տարրերի մոնտաժման աշխատանքները։ Այն ավարտելուց հետո կմեկնարկեն թունելի երեսարկի պատերի բետոնացման աշխատանքները։ Շինարարությունը շարունակվում է Քաջարանագարակ հատվածում առկա մյուս թունելում նույնպես։ Ակտիվ ընթացքի մեջ են ճանապարհի հողային պաստառի, արհեստական կառույցների, կամուրջների, փոխհատումների եւ այլ կառուցման աշխատանքներ։ Իրանը մտադիր է ստիպել լցանավերի սեփականատերերին լրացնել նավի մասին տեղեկության հայտարարագիրը Հորմուզի նեղուցով անվտանգ անցնելու համար։ Փաստաթուղթը ի թիվս այլ կետերի պահանջում է նշել նավի անվանումը եւ նույնականացման համարը, դրա նախորդ անվանումը, ինչպես նաեւ ծագման երկիրը եւ նպատակակետը։ Պահանջվում է տեղեկություններ տրամադրել նավի սեփականատերերի, օպերատորների եւ անձնակազմի անդամների քաղաքացիության, ինչպես նաեւ փոխադրվող բեռի մասին։ Միացյալ Նահանգները կշարունակի միջոցներ ձեռնարկել Կուբայի դեմ այնքան ժամանակ, մինչև հանրապետության իշխանությունները չանցկացնեն մի շարք քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներ, որոնք Վաշինգտոնն անհրաժեշտ է համարում։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Մայիսի 7-ին Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Կուբայի տնտեսության շուրջ 40% վերահսկող խոշորագույն կոնգլոմերատի նկատմամբ։ Սահմանափակումները տարածվել են նաեւ այդ կառույցի ղեկավարի եւ կղզի պետությունում նիկելի արդյունահանմամբ զբաղվող համատեղ ձեռնարկության վրա։ Միացյալ Նահանգներում գործող ընկերությունները հունվար-ապրիլ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնակի քիչ աշխատատեղեր են կրճատել։ Գործատուները հայտարարել են 300,000 աշխատակիցների ազատման մասին նախորդ տարվա 602,000-ի դիմաց։ Մասնավորապես ապրիլին աշխատանքից ազատումների թիվը տարեկան կտրվածքով նվազել է 21%-ով։ Եվրոպական կենտրոնական բանկը կարող է բարձրացնել տոկոսադրույքները, եթե Իրանում պատերազմը երկարաժամկետ ազդեցություն ունենա գնաճի վրա։ Եվրոպական կենտրոնական բանկը մինչ այժմ չի բարձրացրել տոկոսադրույքները, չնայած գնաճը զգալիորեն գերազանցել է 2% թիրախային ցուցանիշը։ Պաշտոնյաները սպասում էին լրացուցիչ տվյալների, մինչդեռ էներգակիրների գների աճի հետևանքները շարունակում էին դրսևորվել։ Երբ մեկ անհատի հարկային վճարումը կանգնեցնում է պետական գերատեսչության համակարգիչների աշխատանքը, դա համակարգչային տրանսֆորմացիայի ազդանշան է Իլոն Մասկի կողմից։ Մինչ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում նրա կարողությունը կրկնապատկվում է, Միացյալ Նահանգների հարկային ծառայությունը ստիպված է թարմացնել իր ծրագրերը Մասկի փոխանցումները մշակելու համար։ Իլոն Մասկի $10 միլիարդ հարկային վճարումը եւ նրա 839 միլիարդի հասնող կարողությունը նոր հարցեր են առաջադրում գլոբալ տնտեսությանը։ Արդյոք ժամանակակից պետությունները պատրաստ են միլիարդատերերի նոր դարաշրջանին։ Գործարարն անձամբ է հաստատել սա, նշելով, որ իր վճարած հարկերը ավելին են, քան պատմության մեջ որևէ մեկինը։
Ես 1 տարվա ընթացքում վճարել եմ $10 միլիարդ հարկ, սա ռեկորդային է, իմ մահից հետո էլ պետությունը կստանա ևս 40% ժառանգության հարկ, ընդհանուր հաշվով խոսքը գնում է տրիլիոնավոր դոլարների մասին, որոնք ես կվերադարձնեմ հասարակությանը։ Սակայն ամենազարմանալին ոչ թե գումարի չափն է, այլ այն տեխնիկական քաոսը, որն առաջացրել է այդ փոխանցումը։ Մասկը խոստովանել է, որ Միացյալ Նահանգների ներքին եկամուտների ծառայության համակարգիչները պարզապես պատրաստ չեն եղել նման քանակի զրոների մշակմանը։ Նրանք ստիպված էին թարմացնել իրենց ծրագրային ապահովումը, թվերը չափազանց շատ էին եւ համակարգը պարզապես խափանվեց, չկարողանալով մարսել տվյալները։ Չնայած քննադատություններին, թե միլիարդատերերը խուսափում են հարկերից, Մասկի օրինակը ցույց է տալիս հակառակը։ Եթե նրա կանխատեսումները իրականանան, ապա ապագայում նրա հարկային հաշիվները կչափվեն արդեն տրիլիոններով, դառնալով մարդկության պատմության ամենամեծ մասնավոր ներդրումը պետական գանձարանում։ Իլոն Մասկը ոչ միայն սահմանում է հարստության նոր նշաձող, այլև ստիպում է վերանայել հարկային արդարության եւ պետական համակարգերի դիմացկունության սահմանները։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմյանը հանդիպում է ունեցել Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ժամանակավոր գործադիր տնօրեն Կլոդ Գասկոնի հետ։ Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի եւ հիմնադրամի միջև համագործակցության ընթացիկ մակարդակը եւ ընդգծել շրջակա միջավայրի պահպանության, կլիմայական գործողությունների եւ կայուն զարգացման ուղղությամբ համատեղ ծրագրերի կարեւորությունը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքներին։